Խնդրեմ ոտքի կապնեք ձեր անհասկանունը հայրանունը։ Ես խնդրի չեմ։ Ինչու ինչն է խնդիրը։ Դատարանի կապով մանրակալից վերաբերում։ Ինձ ճանաչում եք որ դատարան։ Ես դատավոր, ես սաշի դատավոր, ասի դատարանի կապով։ Դատարանը մարմնավորում է անձը։ Ապակելի դատարանության այս 9 տարի տևած դատաքննության ընթացքում մեղադրյալները ունեն իրենց դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունում արդարադատության իրականացման նկատմամբ ու իրենք այսպես են հայտնում իրենց կարծիքը եւ իրենց փողոքը արդարադատության իրականացման նկատմամբ դա կապված է նաեւ մյուս պատասխան նիստերում իրենք հայտարարել են որ որոշակի փուլում ազգային անվտանգության նախագահը եւ հանրապետության վարչապետը եւ քննչական կոմիտեի ղեկավարը որոշակի համաձայնության են եկել որոշակի մեղադրյալին կանոնավորելու հետ կապված, սա նշանակում է, որ իշխանությունը ըստ իրենց վարկածի խախտում են դատական իշխանության գործունեության մեջ, քանի որ պայմանավորվում են, թե որ անձին պետք է տալանք իրարեն, որ անձին ոչ, բացի այդ, իրենք իրենց արարքը կատարել են ապստամբություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությունում, ապստամբությունը փաստորեն այդ ժամանակ ճնշվել է, բայց 2 տարի հետո իրենց իրականացված ապստամբության շնորհիվ այլ անդրայել իշխանության եւ այդ անձը փաստորեն իրենց շարունակում է փաստորեն չնայած ազգային ժողովում համաներման մասին ֆակտ կիրառվեց, որպեսզի պատասխանատու գրաված կանոնով նկատմամբ համաներում կիրառվի, սակայն փաստորեն դա չկիրառվեց եւ սա իրենց բողոքի ակցիան է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը արկա չի, ուղղակի խնդրում եմ Բաղդասարյանի դատարան այս իրավիճակը խնդրում եմ մի դիտեք դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերում, բայց սա իրենց բողոքն է արդարադատության իրականացման նկատմամբ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում։ Վերդեր ես որևէ մեկը չունի, որևէ հաստատական կրկնել ձեր նկատմամբ չի անհարգալից Դատարանի հետ շփվելու տարբերակ չի, ճիշտ գործելակոց չի, եթե նույնիսկ չեք ցանկանում հետագայում դատական նիստերի ընթացքում ոտքի կանգնել կամ դիրքորոշում հեռնել, գոնե առնվազն ինքնությունների ճշտման փուլում պետք է ոտքի կանգնեք եւ ներկայանաք, թե դուք ով եք ձեզնից ներկայացնում, ինչ է ձեր տվյալները, ինչով եք դուք զբաղվում, որպեսզի դատարանը կարողանա ձեզ Այդ դեպքում ես բարձրավոր եմ դատական նիստերի ընթացքում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերում դրսևորած ապրած նկատմամբ իրար դատական սանկցիաներ, սակայն այս փուլում հաշվի առնելով, որ բոլոր մեղադրյալները չեն ներկայացել եւ ձեռնապահում հետագա փուլերում համակարգի դրսևորվելու դեպքում դատարանը կիրառի դատական սանկցիաներ։ Դատական սանկցիաների հետևանքներն էլ կարծում եմ, որ քաջատեղյակ եք, բայց արդեն այդ փուլում համապատասխանաբար կներկայացվեն բոլոր հետևանքները։ Կարելի է մյուս մեղադրյալը Դեր անհասկանունը։ Տեսնում եք դուք ինձ։ Անհասկանուն չունեք։ Ունեմ։ Կնշեք ձեր անհասկանունը։ Ոչ։ Չեք ցանկանում նշել։ Ոչ։ Ինչով է պայմանավորված։ Անարդարություն։ Միգուցե դուք անհասկանուն նշեք ու պարզեք, թե անարդարություն տեղի ունի։ Արդեն բազմիցս 9 տարիա նշել եմ։ 9 տարիա նշել եմ։ Բարձր Այստեղ այն դահլիճը չի, ես այն անձը չեմ, որ դուք ձեր բողոքի ակցիան հիմա ցույց տաք։ Մենք դատական նիստերի Սա չի, սա ըմբոստություն արդարության դեր։ Միայն ողեկի հարգանքունեցեք, առավել ևս, որ Ես հարգում եմ այն մարդուն, այն դատարանին, ով կրում է բարձրագույն արժեքներ և չի ծառայում չարիքի, այդ ծառայում է հայրենիքի և օրենքի։ Հարգելիս, հիմա դուք դատական նիստերի դահլիճում եք դերակցեք առավել ևս 9 դատական նիստի նախագահով եք։ Ընդհանրեն եթե Օրենքը սեր չունի։ Անհասկանունը չեք նշում ձեր։ Անցնեք ես մեղադրյալին, ձեր անհասկանունը։ Վարդային դոլարը։ Դուք պաշտպանում եք։ Ով է ձեր պաշտպանը։ Հանրային պաշտպանը։ Անհասկանունը չեք նշում։ Շատ լավ։ Ցանկանում եք որ այսօր ձեր շահի պաշտպանությունը իրականացվի հանրային պաշտպանի միջոցով։ Այո։ Մյուս մեղադրյալը։ Արմեն Լամբարյան։ Արմեն Լամբարյան, ձեր շահի պաշտպանը հիշում եք, չեք հիշում։ Նույնպես հանրային պաշտպան է եղել։ Այո։ Արտադրված։ Մյուս մեղադրյալը։ Արթուր Մելքոնյան։ Արթուր Մելքոնյան։ Կրկին հանրային պաշտպան է, անհասկանունը չգիտեք։ Չունեմ вообще պաշտպան։ Չեք էլ ունեցել։ Ունեցել ենք ընդհանուր է, բայց միանհատական եմ ասում։ Ցանկանում եք այս պայմանները ներգրավենք հանրային պաշտպան։ Այո։ Ներգրավենք ձեզ համար հանրային
Այո։ Ցանկանում ես հասկացա այնպես, որ ինքը ունի պաշտպան, ունեցել է պաշտպան։ Առաջ ունեցել եմ, բայց հիմա իդել եմ։ Բարի։ Բայց ուզում եմ պաշտպան։ Շատ լավ։ Ձեր ամրացնամունը։ Իջյան խաչած Ցանկվելուց։ Դուք ունեցել եք պաշտպան։ հա։ Ունեք պաշտպան։ Գիտեմ, Արագել դատարան, Խաչատուր Դիչյանի պաշտպան ուղղակի փոխեց իր մասնագիտությունը, կարծեմ իր փոխարեն ուրիշ աղջիկ չէ, նշանակված ունի անհատական հանրային պաշտպան ունի, որը Կամ իշեք ազգանում։ Թարգմանիչ էլ է իրան պետք։ Իրան թարգմանիչ էլ է։ Գիտեք։ ազգանունը չեմ հիշում, չեք հիշում ազգանունը։ Պաշտպանված Մյուս հանրային ձեր ամրացնամունը։ Ամենատվերը։ Ունեցել եք պաշտպան։ Ունեցել եմ։ Այս պահին հիշում եք ազգանունը ձեր պաշտպանի։ Ցանկանում եք պաշտպանու շարունակվի գործունեությունը։ Այո։ Թույլ տվեք հարգելի դարձան, ես նախապես ճշտել եք, աստորեն բոլոր, եթե պետք է հանրային պաշտպաններ ներգրավի, բոլորը արդեն են հայտնել, որ ցանկանում են, որպեսզի անհատական ամեն մի պաշտպան իրենց անհատական պաշտպանի, քանի որ չեն ցանկանում, որ մի պաշտպանը երկու տարբեր մեգալերաների պաշտպան խնդրում ենք, աստորեն այդ հանգամանքը հաշվի առնենք։ Ուրեմն դատանը կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի ներգրավվենք հանրային պաշտպաններ։ Եվ պարոն Հայրապետյան, մենք հարցադրում ձեզ, դատականիստները նշանակում են 5 շաբթի օրը ժամը 11-ին։ Ժամը 11-ին, 11-ից 12-ին, քանի որ շատերը շրջանից են գալի, 11-ին էլ անգամ հարմար չի լինում։ 12-ին Որը իմաստը շատ հեռվից է գալիս։ Միշտ եմ հասկանում, որ բոլոր այդ գրաֆիկներով արդեն 5 շաբթի օրերը զբաղեցված է։ Մինչև այս վարեցված է եկել, բայց հայտնի հանգամանքներից երկու ամիս առաջ որ կանգնական ու դատավոր է տերմինեսը, հավանաբար որոշակի փոփոխություն ա եկել, բայց կոնկրետ մենք այո, ցանկացած 5 շաբթի առաջի կեսը ազատ ենք թողնում, որպեսզի այս գործը սարքել 11-ին եք սկսում, առաջի կեսը ինչ նկատում եք, 2 ժամ եք աշխատում։ Չէ, 11-ից այո, մինչև 2 ժամից ավելի ոչ մի անգամ չենք աշխատում։ Ուրեմն հաշվի առնելով, որ այսօրվա 11 դատականիստին թվով 11 մեղադրյալներից ներկայացել են բացառապես 6-ը։ Ունենք տեղեկատվություն, որ մեկը մեկ այլ գործով հանդիսանում է կալանավոր, մյուս 3-ի հետ կապված ծանոթագրերի հետ վերադարձները դատանում չի ստացվել, տեղեկություն չունենք նրանք կանոնացված են դատականիստի տեղի եւ ժամանակի մասին, ունենք նաեւ տեղեկություն, որ մեկը պայմանագրային ծառայություն Տիգրան Սարգսյանը և դատականիստի ընթացքում մի համաստեղյա նույնպես ներկայացավ իր մեդալիա Պավել Աթոյան։ Ուրեմն դատարան միջոցներ կձեռնարկի, բոլոր մեղադրյալների ներկայությունը հաջորդ դատականիստին ապահովելու համար այս պահին բավարարվեն ծանոթագրերով, քանի որ ենթադրություն ունենք, որ նրանք պատշաճ ծանոթված չեն դատականիստի տեղի և ժամանակի մասին։ Միաժամանակ նաև դատականիստի տեղի և ժամանակի մասին կծանոթվեն բոլոր պաշտպանները և դժողները, որպեսզի քննարկենք նաև հնարավոր համանելման ակտի կիրառման հարցերը։ Դատականիստի հետազոտումը նշանակվում է Տիգրանը ամսի 10-ին օր կարակա բոստերից, ինքը դերակ չի ամսի 10-ին կարա ներկայանալ։ Ուրեմն դատականիստը հենց կհետաձգենք մինչև հուլիսի 10-ը, որպեսզի նաև գրությունները պատշաճ կերպով հասնեն հանցրատերերին, որպեսզի դատականիստը անհարկի չհետաձգվի։ Դատականիստը հետաձգվում է մինչև հուլիսի 10-ը ժամը 11:30։ Դատականիստը հայտարարում է։ Պարոն Եղնուկյան, փաստորեն Սասնա ծռերի երկրորդ խմբի գործով դատավարությունները վերսկսվում են։ Նախկինում դատավորը Արտուշ Գաբրիելյանն էր, ում հետ կապված գիտենք ինչ է տեղի ունեցել։ Հիմա այսօր նոր դատավոր է արդեն գործը ստանձնել եւ նախնական դատական նիստ տեղի ունեցավ։ Կարելի ասել ավելի շատ ծանոթության փուլ էր։ Ինչ է ակնկալում այս դատավարության ընթացքից, այս նոր փուլից։ Գիտեք, ըստ հին քրեական օրենսգրքի
երբ որ դատավորին ինչ-ինչ պատճառներով հանում են, այդ դատավարությունը նորից 0-ից է սկսում։ Մենք արդեն 9 տարի Արտուշ Գաբրելյանի վարույթում էինք գտնվում, 9 տարի դատավարություն է գնում, եւ փաստորեն ըստ հին օրենսդրության, օրենսգրքի դատավարությունը պետք է 0-ից սկսեն։ Հիմա այսօր մենք ուզում էինք հասկանայինք, թե ինչ է որոշելու այս դատավորը, 0-ից է սկսում թե ոչ, բայց դա պարզ չեղավ, քանի որ հենց հանրային պաշտպանները չէին ներկայացել, որոշ մեղադրյալ հարգալից պատճառով չէին ներկայացել, որովհետև ծառայում են դիրքերում հրամանատարի կարգով, դեռ չեն կարող հրամանատարը գալ դատարան եւ սա դատարանը տեղեկացված է եղել սրա մասին, նաեւ դատարանը տեղեկացված էր, որ մեղադրելյանից մեկը Վարդգեսը Գևորգյան կանոնավայրում է, հետեւաբար դա պետության իշխանությունների պարտականություններ իրեն բերել դատարան եւ չեն բերել։ Սա նույն է թին սցենարն է, չեմ բերում մեղադրյալին դատարան, ես մեկին ասում եմ մի գնա, որպեսզի հետաձգեն։ Ինչի եմ ես գալիս այս հետաձգման բանին, որովհետեւ փաստորեն այսօր ոչի բան չեղավ, հետաձգվեց եւս 1 ամսով հուլիսի 10-ին է ելնելու հաջորդ նիստը։ Բայց միևնույն ժամանակ արկախված պահելով հարցը չի բացառվում, որ չէ, մի օր էլ ասենք հարցը պահում են իրենց դարակներում, որ ըստ քաղաքական նպատակահարմարության մեկ էլ որոշեն, որ կարող է այս խմբին էլ կալանավորեն, մյուս երրորդ խմբին է։ Կալանավորելու համար պետք է դատավճիռ լինի, չեն կարող հենց այնպես կալանավորեն, կարող են կալանավորել միայն մի դեպքում առանց դատավճռի, չէ, երբ որ մեկը չի ներկայանում, ծանուցված է լինում եւ չի ներկայանում, նրա նկատմամբ դատավորը կարող է առանց ոնց է մի զգուշացման եւ այլն, ես օրինակ մի նիստի չներկայանամ, ինձ կարող են հաջորդ նիստի ժամանակ արդեն կանոնավորել, ասելով որ դու խախտել ես այն գրավի դիմաց քեզ նախնական կալանքից ազատելու պայմանը, հետեւաբար քեզ կանոնավորում ենք այդպես։ Ոնց է այսպես ասած բոլոր մեղադրյալները իրենց գլխի վրա ունեն այդ երկաթե կլորշի գնդակ է, որ շենքեր են հնում, այդ գնդակը կախված է մեր գլխի վրա, սխալ շարժում, սխալ բան, ոստիկանի ճակերտների մեջ օրինական պահանջին չի ենթարկվելը, արդեն պատճառ է, որ դատավորը կիրառի այն սանկցիան եւ նորից կանոնավորի մեզ ասելով որ դուք խախտել եք նախնական կալանքից գրավով կամ ստորագրությամբ ազատվելու պայմանը։ Բայց ես ուզում եի հետ գայի այս դատավարության process-ը եւ ինչ է լինում, որը դեռ պարզ չէ մեր համար, փաստորեն հին օրենսգրքով պետք է 0-ից սկսել։ 0-ից սկսել նշանակում է այս 9 տարվա գործը, որ եղել է ջուրն է ընկնում։ Պետք է հիմա այս դատավորը նորից 0-ից սկսի, անուն ազգանուն հասնելով ով է եւ այլն, կարդա մեղադրանքները 0-ից։ Փաստորեն մի 9 տարի էլ դեռ կարող են գնալ։ Նոր օրենսգիրքը մի բան էր ներառել, որը մենք չենք իմանում թե այս դատավորը ինչպես կվարվի, չնայած որ միջնորդությունը արել ենք մինչև այս դատավորի նշանակումը, երբ Արտուշ Գաբրելյանին ձերբակալեցին եւ հանեցին, մենք արդեն միջնորդություն ենք ներկայացրել կենտրոն դատարանին, պատասխանատուին, մնացական ինչ է, չէ, մնացական ոմացու են ասում, ինքն է հիմա դատավոր, որ նշանակել արագ նշանակել փոխարինող դատավոր եւ միաժամանակ օգտվելով նոր քննական օրենսգրքի հոդվածի, որ պետք է բարդ եւ երկարաժամկետ տևող դատավարությունների ժամանակ լինի պահեստային դատավոր։ Ինչն է պահեստային դատավորի նպատակը, որը նոր օրենսգրքում կա, որ եթե այսպեսի մի դեպք պատահեց, Արտուշ Գաբրելյանին բանտարկեցին ինչ-ինչ պատճառներով, հիմա այդ պատճառներին էլ կանդրադառնամ, իմ կարծիքս հայտնեմ, լինի պահեստային դատավորը, որ վերցնի գործը եւ շարունակի, ոչ թե գնա 0-ից սկսի, ոչ թե 9 տարի հետ գնա 0-ից սկսի։ Պահեստային դատավորի նպատակը դա է։ Ինչ է նշանակում պահեստային դատավոր։ Պահեստային դատավորը այն մարդն է, ով որ տեղյակ է ամբողջ գործողությունները դատավարության, որ եթե հանգարց այս դատավորին, այս նոր դատավորին էլ հիմա վաղը պաշտոնը բարձրացնեն, դարձնեն ԲԴԽ-ի նախագահ,
այս դատավորին կփոխարինի պայեստային դատավորը եւ կշարունակի այնտեղից, որտեղ այս դատավորը թողել։ Հիմա սա պարզ չէ մեզ, ինչպես գոնե այդպես են կրահում իր կեսվածքից, որ եւ ծանուցումը մենք ստացել ենք, ծանուցման մեջ հղում է անում նոր օրենսդրության օրենքի, բայց չի ասում այս պայեստայինի վերաբերյալ եւ չի անդրադառնում, որ ավելի մի ձև ասում է, որ պետք է սկսենք նախաքննությունը, եթե մենք հասկանում ենք նախաքննությունը սպեսած նոր են սկսում, այս քննությունը զրոյից են սկսելու։ Այնտեղ չի պարզաբանում, թե որ էտապից է սկսելու, սա էլ մի օդի մեջ կախված ինֆորմացիա է, բայց նաեւ, ինչպես ասացի, ծանուցման նամակի մեջ նշում է նոր օրենսդրությունից հոդված։ Հիմա դա ենթադրում ենք, որ կարող է այս դատավորը որոշի հիբրիդային մեթոդ կիրառի, որովհետև օրենքը այդքան էլ պարզ չէ, թե ինչ պետք է անել։ Հիմա ինչ վերաբերվում է մեր այս գործի հետ կապված, ես ճիշտ դավադրական տեսություններին հավատացող մարդ չեմ, բայց փաստը նա է, որ Արտուշ Գաբրելյանը մեր գործի հետ կապված գնում էր այն ճանապարհով, որ եթե արդեն հասել էինք այն этаպին, որ բոլոր, այսպես ճակերտների մեջ ասված տուժողները կամ պետք է գային դատարան եւ ասեին դատարանում, որ իրենք դեմ են համաներմանը, որի դեպքում դա մեղադրյալների իրավունքն էր իրենց հարցաքննելու, թե իրանք ինչու են դեմ, հետեւաբար գան դատարան։ Եվ քանի որ այդ տուժողների, ճակերտների մեջ տուժողների, որտեղ օրինակ իմ նկատմամբ ոչ մի տուժող չկա։ Պաշտոնապես ամբողջ 170 հատորի մեջ մեկ տուժող չկա, որ ասի, որ Կարո Եղնիկյանը այսինչ բանն է արել, ես իր այսինչ գործառույթից տուժել եմ։ Բայց ասեք, թե կան այդ 100 քանի տուժողներ ինչ են։ Այդ տուժողները չեն ուզում գան դատարան։ Հենց ոստիկանները չեն ուզում գան դատարան։ Հետեւաբար նրանց նամակով ծանուցման մեջ գրված էր հետեւյալ երկու հարցը։ Եթե դուք չեք ուզում գալ դատարան, որպեսզի նորից ցուցմունք տանք, այն դեպքում մենք իրավունք ունենք ձեր ցուցմունքը, որ տվել եք 16 թվին, այդ ցուցմունքը օգտագործել որպես հիմք։ Դե նրանք էլ չուզենալով գալ դատարան, որտեղ հավես չունեն այս գործի հետ, վստահ եմ շատերն էլ ստիպված են եղել, որ այն ժամանակ ցուցմունք են տվել, իրանք առանց բացառության ում որ ծանուցում է ուղարկել, բոլորը ասել են, որ այո, մեր տված ցուցմունքը ընդունեք որպես հիմք, մենք նոր բան ավելացնելու չունենք, մանավանդ 9 տարի առաջ են տվել այդ ցուցմունքը։ Հիմա երկրորդ հարցը, եթե դուք չեք գալիս եւ ցուցմունք չեք տալիս նոր, հետեւաբար երկրորդ հարցը, որ մենք ձեզ պիտի տանք, դատարանում եթե գայիք, դա դուք դեմ եք, որ համաներումը կիրառվի։ Եթե դեմ եք, գրեք դեմ ենք, հետեւաբար դուք պետք է այդ ժամանակ գաք դատարան։ Եթե դեմ չեք, գրեք դեմ չենք եւ ցտեսություն։ Մեր գործը վերջացել է։ Այդպես մինչ օրս բոլոր այսպես կոչված ճակերտների մեջ դուժողները, որոնց մեծ մասը ոստիկանների եւ մի քանի հատ բժշկական աշխատակիցներ, իրենք բոլորը առաջի բանին ասեն այո, մեր ցուցմունքը ընդունեք որպես հիմք, ավելացնելու բան չունենք եւ դեմ չենք, որպեսզի համաներումը կիրառվի։ Հիմա ինչ ստացվեց, հետաքրքիր բաներ։ Այն ոստիկանապետը, որ վերջերս գործից ազատեցին Արամ Հովհաննիսյան, որ հիմա Միացյալ Նահանգներում ինչպես հասկացա, արդեն հաջորդ օրը գործից դուրս գալուց Միացյալ Նահանգներում է։ Արամ Հովհաննիսյանը, ինչ վրա է, այդ ոստիկանապետը 16 թվին գրանցված է եղել որպես տուժող։ Եվ հետևաբար նույն նամակը, նույն ծանուցումը իրեն ուղարկվել եւ ինքը ի պաշտոն է ներկա ժամանակ որպես ոստիկանապետ գրել է եւ որ ինքը իր ցուցմունքը ինչ որ տվել է դատարանում 16 թվին դա մնում է ուժի մեջ եւ ինքը դեմ չէ
որ համաներումը կիրառվի։ Ես կարծում եմ, որ հենց այստեղ խնդիր է ստեղծվել, որովհետև եթե իշխանությունները, հանձինս Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որպեսզի համաներումը կիրառվի Սասնա ծռերի նկատմամբ, Արամ Հովհաննիսյանը փաստորեն հակառակ է գնացել իր ուզածին։ Այսինքն մեկ անձի նորից Մեկ հարց է, բայց դա էլ դեռ հերիք չէ։ Հիմա երկու Արամ Հովհաննիսյանը դրսում է եղել, բայց երկու ուրիշ անձնավորություն Օսիպյանը, Վալերի Օսիպյանը եւ Եղիազարյանի անունը մոռացա, այդ երկու ոստիկանները եղել են գնդի մեջ, այսպես ասած պատանդի կարգավիճակում, որ հետո իրանց եւ ազատ են արձակել, այդ մարդիկ այլևս չեն մեղադրվում Օսիպյանի եւ Եղիազարյանի պատանդ պահելու մեջ, բայց իրոնիան ինչ է, որ ես մեղադրվում եմ իրենց պատանդ պահելու աջակցության մեջ, որ փաստորեն այսպես կոչված պատանդ պահողը չի մեղադրվում, որտեղ ինքը հանձնել է այդ անձանց ազատություն է տվել, բայց աջակցողը մեղադրվում է պատանդ պահելու մեջ։ Այսինքն ստացվում է, պարոն Եղնուկյան, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ ամեն ինչ անում է, ազդեցություն ունենալով դատարանների, տուժողների ու ընդհանրապես դատական process-ի վրա, որպեսզի Սասնա ծռերի նկատմամբ համաներում չկիրառվի։ Այսպես իմ ես ասի դավադության բաներին չեմ հավատում, բայց տվյալ դեպքում ես տեսնում եմ դա։ Հիմա ինչն է խնդիրը Օսիպյանի եւ Եղիազարյանի։ Օսիպյանին երկու անգամ ծանուցում են ուղարկում իր Նուբարաշենի տանը, որտեղ ինքը գրանցված է, եւ մենք գիտենք պասպորտ սեղանի հետ ստուգել է դատարանը, որ Օսիպյանը գտնվում է Հայաստանում, որտեղ դուրս չի եկել, չկա այդ բանը, սահմանային այդ անցակետի հետ հարցում էին ուղարկել Արտուշ Գաբրելյանի բանով, պահանջով եւ Օսիպյանը գտնվում է Հայաստանում, բայց չի մնում իր Նուբարաշենում գրանցված տանը, ուր է Աստված գիտի։ Իհարկե ոստիկանությունը եւ դա էր պահանջը Արտուշ Գաբրելյանը դատախազի համաձայնությամբ, ավելին դատախազի առաջարկով, որ ասես մենք իրենց հեռախոսի հրամաններ ունենք, կարող ենք զանգել, ասել, որ եկեք ներկայացեք, ու այսպես ամիսներ անցան, 2-3 ամիս, եւ Օսիպյանը այսպես էլ չծանուցվեց պաշտոնապես, բայց կարող էին զանգել, ասել, որ Օսիպյանը արի դատարան, արել են թե չեն արել, չեմ մանում, կապնվել են թե չեն կապել, չեմ մանում, որտեվ այն օրը, որ պետք է լիներ նիստ, մեկ օր առաջ ձերբակալեցին Արտուշ Գաբրելյանին, իսկ այդ օրը երբ որ նիստն էր, մենք պետք է պարզաբանեինք, որտեղ արդեն բավական ժամանակ էր անցել եւ պարզաբանման կարիք կար։ Իսկ ինչ վերաբերի Եղիազարյանին, սա ավելի մի հետաքրքիր դեպք է, որտեղ Եղիազարյանը երկու անգամ ծանուցվել է։ Կա ապացույց, որ ծանուցվել է, բայց նա երկու անգամից հետո էլ չէր եկել դատարան։ Այդ օրը, որ պետք է Արտուշ Գաբրելյանը պաշտպանների ճնշման տակ, նաև դատախազի համաձայնությամբ պիտի կիրառեր սանկցիա, որ Եղիազարյանին բերման ենթարկեն։ Հիմա դուք պատկերացնում եք նախկին ոստիկանապետ Եղիազարյանին բերման ենթարկել, բերել դատարան։ Բայց չի ուզում գա, պարզ է։ Հիմա ինչ չի ուզում գա Նիկոլի հետ լավ չեն, հակառակը լավ են եւ Նիկոլը ասել է չգնաս։ Բայց հիմա քանի որ Արտուշ Գաբրելյանը տուպիկ էր ընկել, դատարանը ասեմ, Արտուշ Գաբրելյանը ուրիշ ելք չուներ, պետք է Եղիազարյանին բերման ենթարկեին, ասի թե Օսիպյանը դեռ ծանուցված չի, չենք իմանում, չեն բերման ենթարկում, չենք իմանում կապնվել են, չէ, բայց Եղիազարյանը գիտեինք, որ կա եւ արդեն այդ նախորդ նիստի ժամանակ հենց ինքը Արտուշ Գաբրելյանը եւ դատախազը եւ պաշտպանները, որ քննարկում էին Եղիազարյանի հարցը, ասում էին, որ եթե այս մյուս անգամ էլ չգա, արդեն պիտի բերման ենթարկեն։ Հիմա տեսնենք ինչպես կվարվի դատարանը։ Հիմա նայեք, հիմա ինչ եղավ։ Եթե դատարանը ընկել էր փակուղի այս հարցով եւ եթե Նիկոլ Փաշինյանի հաշվարկները մեր գործը երկարացնելու էլ չէր ստացվում, հաստատ եկել էր դանակը ոսկորեն ասել, պետք է Եղիազարյանին բերման ենթարկես։ Եվ եթե նրանք չէին ուզում որ դա անեն, միայնակ ձևը մեր գործը հետաձգել այս տվյալ դեպքում 9 տարով, դա կլիներ Արտուշ Գաբրելյանի վերաբերյալ 10 քանի տարվա հին գործողությունը, որտեղ
ըստ իրենց ասելու կաշառք է վերցրել, հիմա մեջտեղ հանեն։ Եվ հիմա Արտուշ Գաբրելյանին պատժում են այդ կաշառքի համար, բայց իմ կարծիքով սա հենց մեր գործը հետ գցելու, հետաձգելու նպատակ ուներ։ Եվ իրենք հիմա փաստորեն այդ տուպիկից, որ իրենք մտել էին արդեն, դուրս եկան նորից գործը քննելով։ Հետևաբար ես լավատես չեմ, որ այս դատավորը կարող է կիրառել նոր օրենսգրքի օրենքները եւ ասել որ չէ զրոյից չեմ սկսում, որովհետեւ արդեն իր ծանուցման մեջ ինքը օգտագործում է նախաքննություն եւ այլն բառակապակցությունը, չի ասում որ շարունակելու եմ այն պայից որտեղ Արտուշ Գաբրելյանն է թողել, նշանակում է մենք գնում ենք զրոյի։ Եվ սա էր կարծում եմ իշխանությունների եւ հանձինս Նիկոլ Փաշինյանի նպատակը, որ մեզ 9 տարի Հայաստանում որպես իբր թե ազատ ենք, բայց գիտեք, չէ, ազատ ենք, բայց ես չեմ կարող Հայաստանից մեկնել, որտեղ արգելանք կա։ Բաց բանդ է մեր համար Հայաստանը։ Այնպես անում, որ դու Հայաստանին որպես բանդ կիրառես, որ Հայաստանի նկատմամբ խոսերը պակասի, որ դու Հայաստանը այնքան չսիրես, ինչքան որ պետք է որ սիրես, քանի որ Հայաստանը իմ համար հիմա բանդ է, մեծ բանդ։ Սա կարծում եմ հենց սա էր նպատակը, որ Արտուշ Գաբրելյանին իմ ջերմով չկա ոչ մի դատավոր Հայաստանում, որ կաշառք վերցրած չլինի կամ էլ քաղաքական պատվեր կատարած չլինի։ Արտուշ Գաբրելյանը համ կաշառք է վերցրել, ես վստահ եմ, համ էլ քաղաքական պատվեր է կատարել եւ տվյալ դեպքում առաջ Սերժի քաղաքական պատվերը, հետո էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը։ Այսօր որ մենք դեռ դատվում ենք եւ մեր ընկերների մի մասը բանտում է, դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերի հետևանք է, որտեղ ինքը անձամբ դատավորներին, վնգստացող դատավորներին ասել էր, որ դու ով ես, որ ինձ չի ենթարկվես։ Իր խոսքերն եմ ասում։ Ենթարկվում են մարդիկ։ Հիմա Արտուշ Գաբրելյանը թող խոսքերս լսի հիմա լավ, որովհետև ես իրեն անձամբ եմ դա ասել, որ քեզ են, քու հետևից են գալու։ Եկան։